Շնորհակալ եմ նախ բոլորիցդ այս ընթացքում մեր կողքին լինելու, լուսաբանելու համար։ Ինձ միշտ ասում են ժպտում ես, շատ հանգիստ ես, չես նեղվում ընդհանրապես։ Ասեմ, որ 18 թվականից ինչ այս պատոհասներն եկան իշխանության, մենք գիտենք, որ հասնելու է սրան։ Ու երբ որ Նարեկը որոշում էր, որ պետք է այս քաղաքական ոդկասթը վարի, որ պետք է չլռի, մենք արդեն գիտենք, որ տարբերակներ մեկը գտնելու են իրենց լռեցնելու։ Ու դրա նախերգանքն եղավ նախորդ կալանավորումը, մեծ բանի մասին խոսում են, մանր-մունր բերման ենթարկելները հաշվի չեմ առնում։ Կալանավորում, որ հնարավորինս պատժեն, նեղություն տան, ստիպեն դրանով, որ լավ մտածեն խոսելուց առաջ։ Ու ամենավատն է, որ իրենք փորձում են Նարեկին ու Վազգենին ներկայացնել որպես խուլիգաններ, որպես փողոցային մարդիկ, ովքեր որ խոսքի ազատությունն իրացնելու անվան տակ մարդկանց անհիմն վիրավորում են ու սենց բաներ, բայց այս իշխանություններին հատուկ է կեղտոտ հագուստով փողոց դուրս գալ ու դիմացինին ասել հագուստդ կեղտոտ է, սենց մեղմ օրինակով ասեմ ձեզ ասելիքս, ու ինձ համար այս ընթացքում խոսել, ինչի նախորդ անգամ չխոսեցի, որովհետև այս անգամ իրենք ուղեցին իրենց նախորդ անգամվա թույլ տված սխալները, Նարեկենց տեսակցությունները փակեցին, հարձակում գործեցին անտիֆեյքի խմբագրության վրա, փորձեցին նեղել իշխանին Ֆիդանյան Դավիթին, փորձեցին զրկել տեխնիկայից, փորձեցին նենց անել, որ ըստ իրանց անտիֆեյքի խմբագրությունը վախը սրտներում անցկացնել, որ հեսա մեզել են բռնելու, շատ ճղճի, բայց իրենց բնորոշ այս իշխանություններին բնորոշ գործելավոճ, որը որ ինձ ոչ զարմացնում է, ոչ նեղություն է պատճառում, ուղղակի ուզում եմ իմանամ ինչքան են սրանք կարողանալու սենց ձգեն ու ինչքան են դրսի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնած պետությունները, ոնց են շարունակելու սրանց հետ ձեռք սեղմել, սրանց հետ համագործակցել, սրանց ֆինանսապես աջակցել, անունը դնում են, թե հիբրիդային պատերազմում աջակցում են այս իշխանություններին, չգիտեմ, իրանք այս իշխանություններին փողի համար մեռած իշխանություններին փող տալով փորձում են իրենց գործիքը սարքեն, իմ պատկերացումն է դա Ռուսաստանի դեմ, ու այդ ամեն ինչում ասում են հակառուսականությունն իրենց համար ավելի կարևոր է ու կարող են ցանկացած մեկին, ցանկացած լրագրողին պիտակավորեն, ասեն, որ նա ներկայացնում է, Վազգենը Ռուսաստանի քաղաքացի է, ուրեմն հնարավոր է, որ կարող է ինքը ռուսական շպիոն լինի, ու սենց ստերով կարծում եմ, ես ինքս էլ եմ մամուլում հանդիպել տենց հրապարակումներ, որ ասում են, որ այս ամեն ինչին եվրոպացիները աչքը փակում են, որովհետև օգնում են ստեղի իշխանություններին պայքարել ռուսականության դեմ։ Ասեմ, որ մեր տուն գալով չեն վախեցրել ինձ, չեն վախեցրել երեխեքին, փորձում էին հնարավորինս Նարեկին մեղավոր դարձնել այս իրավիճակում, որ քո պատճառով եկան առավոտ երեխեքիդ օրը հարամարեցինք, տնեցիկիդ օրը հարամարեցինք, բայց չէ, տենց չի, իրանք չեն հասել իրանց ուզածին, մենք ամեն ինչով աջակցում ենք Նարեկին, Նարեկի հետ ենք, երեխեքը ճիշտ է փոքր են, բայց ամեն ինչ գիտակցում են, իրանց համար պատիվ է, որ իրանց պապան վախկոտ չի, որ քննադատությունից չի վախենում, քննադայս իշխանություն է, սենց ավտորիտար իշխանություններին քննադատելուց չի վախենում, մենք հանգիստ ենք, մեր խիղճը հանգիստ է, մեր գլուխը բարձր է, ես մի անգամ առիթով ասել եմ, որ ես ստորագրել եմ և մինչև հիմա ստորագրում եմ Նարեկի ասած ցանկացած խոսքի տակ, որովհետև դա է արդար խոսքը, դա է ճիշտ խոսքը, դա է հաշվարկված խոսքը, որ դաշտում կան չէ, ընդդիմադիր մարդիկ, ովքեր որ հաշվարկներով են խոսում, որ հանգարց տեղ չթողնեն, որ իրանց դեմ մեկը ինչ-որ մի բան կարողանա ասի, կամ իրանց դեմ սարքի, կամ իրանց ուղարկի բանտ, չէ, ու ես միշտ ասում եմ, որ ես ու Նարեկը սկզբից գաղափարակիցներ ենք, հետո ամուսիններ ենք, ու գաղափարն է մեզ բերել միավորել իրար, ու ես առաջինը ինքս չէի հարգի Նարեկին, եթե Նարեկը վախենար,
օրինակի համար Ալենից կամ վախենար Նիկոլից կամ վախենար ինչ-որ մեկից, վախենար բանտ գնալուց ու դրա համար ասեր ապրեք դուք, եկեք ձեր ձեռքը սեղմեմ։ Չէ, ես ժպտում եմ, որովհետև իմ ժպիտի հետևում հպարտությունն է կախված, իմ գլուխը բարձր է, իսկ իրանք երբ որ ժպտում են, իրանց ժպիտի հետևում վախն է իրենց թաքնված։ Դա մեր տարբերությունը ու ես շատ շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, ովքեր որ արձագանքել են, շատ շնորհակալ եմ ձեզ, լրագրողներ, որ մեր կողքին կանգնած եք, միշտ եղել եք, որ չեք համարում, որ տղաները խուլիգան են, ինչքան է իրանք իշխանությունները փորձում են ներկայացնել, որ ընտանիք չհարգող, ընտանիք մտնող, սեփական եսը չունեցող մարդիկ են, որ իրանք պետք է գնան, այս ամեն ինչը պատժի միջոց է, արդարադատության իրականացում այստեղ չկա, այստեղ զուտ մանրախնդրություն է, ֆիզիկապես նեղություն տան, բանտ ուղարկեն, ազատատենչ մարդկանց, որ վախենան, փափկեն, կարծում եմ ոնց որ իրենք են մտածում, բայց չէ, ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում պետք է հնչի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են դեռ ապրել ու գործել մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը ու դա նենց ասած խոսքեր չի, որ սիրեմ վաղը մյուս օր էլ վեր կենամ փախնեմ երկրից, չէ, ովքեր սիրում են իրենց երկիրը ու միջև վերջ պատրաստ են պայքարել, զոհասեղանի վրա էլ հայտնվել, բայց պայքարել, որ մեր երկիրը շարունակի գոյություն ունենալ ու մեր Հայաստանի երրորդ հանրապետությունը պահպանվի, ոչ թե ստեղծվի 4-րդ հանրապետություն կամ Նիկոլի հանրապետություն, ոնց որ իրանք ուզում են անեն, կամ համերաշխության անվան տակ ընդամենը չեմ էլ հասկանում իրանք ինչ են անում։ Համերաշխության անվան տակ կասեմ մենակ երբ փող են աշխատում։ Իրանց դա հատուկ է, իրանք փողի համար եկել են, փողի համար մնում են ու չեն գնում։ Այսքանը։ Շնորհակալ եմ։